Սիրելի ժողովուրդ, տեսնում եք արդեն հարյուրավոր ոստիկաններ շրջապատել են եկեղեցին և երևի 7 վերջի կառուցման օրվանից սկսված մինչև այսօր առաջի անգամ 7 վերջի զանգերը չեն հնչում։ 7 վերջի զանգերը հնչել են նույնիսկ սովետական բռնաճնշումների ժամանակ։ Հիմա ի դեպ 8:30 զանգի ժամանակն է, չի հնչում, իսկ չի հնչում ինչու, քանի որ ծիսական կյանքը խաթարված է, ծես չի արվելու, ժամերկություն չի արվելու առավոտյան, հետևաբար զանգերը ըստ կանոնի չեն հնչում, քանի որ զանգերը հնչում են ժամերկության կանչելու համար հավատացյալ ժողովրդին, բայց քանի որ չի լինելու ժամերկություն, հետևաբար չի քաշվելու նաև զանգերը։ Այդ կլինի արդեն ինքնախապեյություն, եթե զանգ քաշվի։ Խնդրեմ։ Մոտ 200 տարվա մեջ առաջի անգամ 7 վերքը լռում է, զանգերը չեն քաշում, և սա անվանում են իբր հավատքի, իբր պատարագ, իբր թե քրիստոնեություն, չգիտեմ ինչ են հորինել, այսպիսի լռություն։ Ժամը արդեն 8:30 է, հիմա պետք է հնչեր զանգերը, այդ զանգերը լռում են։ Եկեղեցին բոլոր կողմերից շրջապատված է ու կարելի է ասել բռնազավթված։ Հավատավոր ժողովրդին թույլ չեն տալիս մտնել եկեղեցի, ինչի իրավունքը ոչ մի կերպ չունեն։ Շատ մարդիկ մեր քաղաքում օրը սկսում են 7 վերք մտնելով ժամը 7-ին, իսկ հիմա արդեն 8:30 է, մինչև հիմա ոչ ոքի չեն թողնում մտնել, խնդրեմ ամենափրկչի զանգերն են հնչում, քանի որ այնտեղ ի տարբերություն 7 վերքի ծիսական կյանքը խաթարված չէ, հանցագործություն չի կատարվում և տեղի է ունենալու ժամերկություն։ Հիշում եք, ինչ որ մեկը սկսել էր հեծանիվ քշելով, մարդկանց հետ զրուցելով, կրկախառնվելով, իսկ հիմա նայեք, թե ինչպես են իր անվտանգությունը պահում նույնիսկ եկեղեցի մտնելու համար, ամբողջ եկեղեցին փակել են և կաթվածահար են արել։ Տարածեք, սիրելի ընկերներ, թող բոլորի դեմքը պատրվի, դիմակները թող բոլորի պատրվեն և իրենց քրիստոնյա չներկայացնեն։ Սա կապ չունի ոչ մի կերպ քրիստոնեության հետ։ Սա շոու է, սա քաղաքականություն է, որը մտցրեցին եկեղեցու մեջ։ Իրանք ասում են, որ եկեղեցին պետք է չզբաղվի քաղաքականությամբ, բայց իրենք քաղաքականությունը վերին մտցրեցին եկեղեցու մեջ, այլ կերպ ինչպես կբացատրեն այսօր 7 վերքի լռությունը և ծիսական կարգի խաթարումը, որն որ իրականում հանցագործություն է, քրեական օրենսգրքով սահմանված հոդվածի կրոնական ազատության մասին հոդվածի խախտում, կոպտագույն։ Այսօր մարդիկ չեն կարող մտնել Սուրբ 7 վերք և մասնակցել ժամերկության։ Եթե իրենք քրիստոնյա լինեին
Ամեն բան հնարավոր է կազմակերպել։ Մենք ամեն ձև ոչ մի խոչընդոտ չենք հարուցել, չնայած որ մենք դեմ ենք այս ամենին, բայց հասկանալով իրավիճակը բախումներից խուսափելու համար, որովհետեւ ժողովուրդը չվնասվի այս անհավասար պատերազմի մեջ, հոգևոր պատերազմի նախ եւ առաջ, որոշեցինք չխոչընդոտել եւ խնդրեմ 7-2 ժամերկություն չի լինելու։ Սա է նաև պատճառը, որ Միքայել Սրբազանը ձերբակալվեց, որովհետև որևէ մեկը չէր պատկերացնում, որ հանկարծ Միքայել Սրբազանի ազատության մեջ գտնվելու ընթացքում կարող է այսպիսի խայդառակություն տեղի ունենալ։ Նայեք, կարծես թե ռազմական օբյեկտ են հսկում, այն կողմերում շատ ավելի շատ են ոստիկանները։ Սա է իրենց իրական դեմքը։ Հիմա իրենց կադրերում բնականաբար ցույց կտան, թե իբր ամեն բան ազատ է, մարդիկ մտնում են, բայց խնդրեմ։ Կարծեմ, թե սա ես չեմ հորինել եւ արհեստական բանականությամբ չի սարքված, խնդրեմ։ Ցանկացած պահի կարող ցանկացած մեկին ցույց տամ։ Այսպիսի բան ոչ մի նախկինի ժամանակ տեղի չի ունեցել Հայաստանի Հանրապետությունում։ Այսպիսի խայդառակություն, որ եկեղեցի փակեն, ժամերկությունը լռեցնեն, աղոթքը լռեցնեն, որպեսզի իրենք կան եւ չաղոթեն։ Այո, իրենք գնում են չաղոթելու, ոչ թե աղոթելու, քանի որ իրենց համար գերագույն եւ գլխավոր կարևոր հատվածը դա վեհապար Հայրապետի համար չաղոթելն է։ Իրենց պատարագի մասնակցելու նախապայմանը վեհապար Հայրապետի համար չաղոթելն է։ Հետևաբար դրանից եզրակացնում ենք, որ իրենք գալիս են ոչ թե աղոթելու, այլ չաղոթելու։ Եվ որպեսզի իրենք կան չաղոթեն, ամբողջ Գյումրվա ժողովրդին զրկել են աղոթելու հնարավորությունից։ Տարածեք, սիրելի ընկերներ, թող մարդիկ տեսնեն։ Այս կանը այս չաղոթողների մասին։ Իհարկե ոստիկանությունը այստեղ իր ծառայությունն է անում, կարանք ինչ-որ չափով ճիշտ է ոչ լրիվ, բայց հասկանանք հրաման են կատարում, չնայած իրենք է պիտի անդրադառնան արդեն, իրենք է պիտի կարմիր գծեր ունենան, որպես մարդ, ու հասկանան ուր են գնում եւ մինչեւ երբ են իրենք ծառայելու մի իշխանության, որը պարզապես ազգային արժեքների դեմ է։ Հետո մեր ազգային անվտանգության ծառայությունը պետք է իր անունը փոխի, որովհետև ազգի անվտանգությունը չի պահպանում ինքը։ Մեր ազգը այսօր ամենամեծ վտանգի մեջ է, իր ազգային նկարագիրը կորցնելու, իր ազգային կերպարից զրկվելու, իր ազգային կրոնից զրկվելու վտանգի մեջ է։ Սա է, որ պետք է պահեն
ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, բայց իրենք ոչ թե ազգային անվտանգությունն են պահում, այլ պահում են ինչ-որ մարդու հրամաններ են կատարում, այսպես ասեմ, որը որ շատ հաճախ ազգային անվտանգությանը դեմ է։ Կան ասեն քաղաքացիական անվտանգության ծառայություն, որը ազգային որևէ նկարագիր չունենա, և պարզապես քաղաքացիական անվտանգության ծառայություն կկոչվի։ Կամ կարող կոչեն մի անձի կամքի կատարման ծառայություն, այսինքն մի անձ որոշում է, թե իրենք ինչ են անելու, և ոչ թե որոշվում է սկզբունքներով, օրենքով, բարոյական հիմքով, սահմանադրությամբ, այլ մի անձի կամքով, հետևաբար ճիշտ կլինի անվանել օրինակ անձի կամքի կատարման ծառայություն, ԱԿԿՑ կլինի, ազգի կամքի կատարման ծառայություն, ԱԿԿՑ, օրինակ ինչ վարդեմ է, թող ինձանից չներենան, բայց դա փաստ է, դա իրոք փաստ է, որովհետև մարդը ով է ելնում և ասում է մեզ տոք մարդոցը կոռուպցիոներ է, իսկ տարրերը մերը չեն, և մենք պետք է քննարկենք, թե արդյոք մենք իրավունք ունենք այդ տարրերով կրելու, այդ ժամանակ հասկանում եք պետք է ազգային անվտանգությունը միանգամից զբաղվեր նրանով, որովհետև մեր ազգի հիմքը մեր լեզուն է և մեր տարրերը, որով որ մենք գրում ենք այդ լեզվով, եթե ինքը խփում է մեր լեզվին, կրոնի մասին չեմ խոսում դեռ, եթե խփում է մեր լեզվին և ասում է մենք դեռ պետք է քննարկենք, թե արդյոք իրավունք ունենք մենք այս լեզվով խոսել, թե չէ, իսկ մոդավոր այս կրառումը տեսել եմ իր մոտ, կրառում էր, թե իր կրթվելը նորաձև է ծրագրի շրջանակում էր ելույթ ունեցել, չգիտեմ, այդ կարակ գտնեք, նայեք, ընտիր չի, մոդավոր այս արդահայտություններ արել, որ նոր միանշանակ դեմ է և քանդում է մեր ազգային արժեքները։ Ու այդ դեպքում կարծում եմ, որ պետք է ազգային անվտանգությունը իր ձայնը բարձրացներ և ասել, որ մեր ազգի ազգ բառի հասկացելի լայն հասկացությամբ վտանգ է պարունակում ծերի արդահայտությունները, իսկ ինչ են անում իրենք պարզապես ենթարկվում են այդ անձին, անձի անվտանգության պահպանության ծառայություն կարող կոչվի, այսինքն ԱՊՑ ազգի անվտանգության պահպանության ծառայություն, ԱՊՑ օրինակ։ Ես այս ամենը շատ լուրջ եմ ասում, որովհետև ցանկացած կառույց մեր երկրում պետք է ճիշտ անվանվի, այն ձևով անվանվի, ինչ գործառույթի մեջ, որ ինքը գտնվում է։ Մենք չենք կարող մրկի անունը դնել տանց, բայց ինքը լինի, օրինակ, միշկ է չլինի, լինի թմերուկ։ Սա մի քիչ ինձ թվում է անհարգանք է մեր ժողովրդի հանդեպ։ Արեք ամեն բան կոչենք այնպես, ինչպես որ կա։ Ուզում եք ազգային անվտանգություն կոչվել, եղբայր զբաղվեք ազգային անվտանգությամբ, զբաղվեք ազգային արժեքների պահպանությամբ։ Իսկ եթե չեք զբաղվում, կոչվեք այն ինչով որ զբաղվում եք։ Եվ այստեղ որևէ ներվելու, որևէ վիզավորական արդահայտություն չկա։ Կամ արեք այնինչ ձեր կոչումն է, կամ կոչվեք այն, ինչ անում եք։ Ու ցավոք սրտի այս ամեն ինչը կարող է շատ տխուր հետևանք ունենալ
մեր երկրի համար շատ տխուր, ընդհուպ մինչև ինչ-որ մի նոր պատերազմ, նոր տարածքների և կյանքերի զիջում, կյանքերի կորուստ, պատերազմներ, որոնց մեջ որ մենք չենք կռվի մեր հայրենիքի համար, այլ կկռվենք ուրիշի հայրենիքի համար, օրինակ հիշեք Թուրքիայի իշխանության տակ մեր հայ ժողովրդի կյանքը, երբ իրենք ռուսների դեմ պատերազմում էին և հայերին տանում էին ռուսների դեմ պատերազմելու։ Այդ պատերազմը հայերին պետք չէր, ոչ մի կերպ, մարդիկ չէին ուզում պատերազմ գնալ։ Դրա համար անվանվեցին դավաճաններ, դրա համար զորակոչվեցին, զորակոչի ենթակա բոլոր տղամարդիկ, որոնց տարան իրենց գերեզմանները փորել տվեցին և մարդկանց սպանեցին ու գցին այդ փոսը։ Հիմա նույն բանն է գնում այստեղ։ Հիմա նույն իրավիճակն է իմ կարծիքով, իմ գնահատմամբ։ Հիմա եթե մենք կորցնենք մեր ազգային ինքնությունը, մեր ինքնիշխանությունը, բնականաբար ենթարկվելու ենք այլ պետության, որը այս դեպքում միանշանակ քրիստոնյա պետություն չի, այլ մահմեդական, օրինակ Թուրքիա, Ադրբեջան, և եթե իրենք տիրեցին մեր երկրին, ինչպես որ հիմա արդեն փաստացի փաստվում է շատ բաներով, որ տիրում են, քանի որ իրենց հոգևոր առաջնորդի խոսքով անմիջապես ձերբակալվում են մեր հոգևոր առաջնորդները, նշանակում է իրենց հոգևոր առաջնորդն է գործում մեր երկրում։ Սա փաստ է։ Ու եթե իրենք պարզապես այսպես շարունակեն, մենք կկորցնենք մեր երկրի ինքնիշխանությունը վերջնականապես։ Եվ նույն բանը կարող անեն թուրքերը մեր հետ ինչ-որ 15 թվին։ Կգրավեն մեր պետությունը փաստացի, կփոխեն մեր սահմանադրությունը, որով մենք պարտավոր կլինենք մեր տղաներին զորակոչել բանակ թուրքական փաստացի, և հետո կսանձազերծեն մի պատերազմ Ռուսաստանի դեմ, օրինակ, իմ ենթադրությունն է, որի հիմքերի մասին խոսեցի, և մեր բոլորի զավակները կգնան այնտեղ կամ թիկունքից սպանվելու, կամ դիմացից։ Այդ ազատությունը կուտան իրանք մեզ, թե ինչպես մահանանք թիկունքից սպանվելով իրենց կողմից, թե դիմացից եղբայրասպան պատերազմի մեջ։ Սա վտանգներից ընդամենը մեկն է, կարանք շատ խոսենք վտանգներից, որը որ մենք տեսնում ենք։ Հաջորդ վտանգը այսպիսի բաներով հասարակությունը պառակտում են, հիմք են ստեղծում քաղաքացիական պատերազմի, և եթե իրոք օտարերկրահատուկ ծառայությունները այս լարված մթնոլորտում ուզենան քաղաքացիական պատերազմ հրահրել, դա ահավոր շատ հեշտ է լինելու, այսինքն ինչ-որ քաղաքացիական զգեստով մարդիկ, ինչ-որ մի բողոքի ակցիայի ժամանակ կարող են գալ, հասկանում եք, բախումներ հրահրել ուժային կառույցների հետ և անհետանալ, և հետո արդեն կսկսվի կայծը կտան ինչ-որ բռնությունների։ Մենք բնական է, թե մենք ամեն կերպ մեր ազգի մեջ բռնությանը, դրա համար է, որ այսօր զիջեցինք և թույլ տվեցինք այս ամեն ինչը լինի, զուտ մեր ազգային շահերից ելնելով, ուրիշ ոչ մի բան։ Մենք համաձայն չենք
ոչ մի կերպ այն ամենին, ինչ որ տեղի է ունենում այստեղ։ Բացարձակ համաձայն չենք եւ այս ամենը կատարվում է մեր կամքին հակառակ, բայց մեր խաղաղության անհրաժեշտության գիտակցումից ելնելով։ Ճիշտ է, մենք այնտեղ մեր կամքով ենք գնացել, հանձնել, բայց հանձնել ենք մեր ժողովրդի համար, հանձնել ենք մեր հայրենիքի հայ ոստիկաններին, ոչ թե թուրքերին։ Եթե թուրքերին հանձնելու խնդիր լիներ, ոչ մի կերպ չենք հանձնի, բայց քանի որ մեր հայրն են, իրենք էլ են շատ բարդ իրավիճակի մեջ հայտնվել, ծառայել թե չծառայել, շատերը շատ դժգոհ են այս ամեն ինչից, բայց դեռ չեն հասկանում ինչ անեն։ Այսով է։ Ցավոք պետք է եւ ուժայինները եւ ժողովուրդը իրոք գտնի խաղաղ հանգուցալուծում եւ պետք է հասկանան, որ այս ամեն ինչը շատ վատ տեղ է տանում, շատ բարդ տեղ է տանում, վտանգավոր, ազգի գոհությանը իրոք վտանգ է սպառնում եւ այսօրվա վտանգը շատ ավելի մեծ է, քան Թուրքիայի կողմից սանձազերծված պատերազմները, ջարդերը, որովհետև այն ժամանակ ուժային գրոհ է եղել, իսկ ուժով մտավոր հոգևոր արժեքների դեմ չես կարող պայքարել, իսկ հիմա մտավոր գրոհ է, ինտելեկտուալ գրոհ է, որով փորձում են կոտրել ազգային արժեքները մարդու մեջ, որով փորձում են մարդկանց ապազգայնացնել։ Իդեպ եւս մի անուն ազգային ապազգայնացման ծառայություն։ Այդ էլ վատանուն չի։ Իդեպ հաբավումն չի փոխվում։ Դե ցավոք սրտի այս ամեն ինչը հիմքերը կա ասելու, հիմքերի մասին խոսեցինք։ Կարող եք հետո սկզբից դնել եւ լսել։ Իհարկե մեր ոստիկանության ազգային անվտանգության ծառայողների մեջ չասեմ կան լավ մարդիկ, փոխարենը կասեմ գրեթե բոլորը, կամ ասեմ ճնշող մեծամասնությունը հոգևոր եւ նաեւ մտավոր արժեքներ կրող մարդիկ են, որոնք այս ամեն ինչը տեսնում են, այս ամեն ինչով մտահոգ են, սակայն չունեն գործիքակազմ որևէ ձև ազդելու։ Սա է խնդիրը։ Եվ չգիտեն ինչ անեն, որովհետև լուրջ ուժի հետ են բախվել, որը ամեն բան հաշվարկել է։ Հիմա մի բան էլ ասեմ, կարող է իրենք ասեն, որ մենք չենք խանգարում ժամերկություն անելու, բայց փաստացի իրենք ժողովրդին չեն թողնում եկեղեցի։ Ու քանի որ ժամերկությունը կարգ հասարակած աղոթից կոչվում է, սա նշանակում է հասարակության աղոթքի կարգ եւ չի նշանակում միայն հոգեվորականների կողմից կատարվող արարողություն։ Միայն հոգևորականները միայն անում են վանքերում, որտեղ ժողովուրդ չկա։ Իսկ քաղաքային եկեղեցիներում հասարակության ազատ մուտքը պարտադիր է։ Մարդիկ ոչ ոքի չեն թողնում
մտնել Սուրբ Պյոտրի եկեղեցի։ Սա է կենտինը։ Այսքանով վերջացնում եմ, սիրելի հավատացյալ ժողովուրդ, հայեր կիսվեք, թող մարդիկ տեսնին, տեղեկանան, ու կարծում եմ ահագին հետաքրքիր բաներ խոսեցինք, ոստիկաններին մաղթում եմ բարի ծառայություն և ամենակարևորը բարուն ծառայություն, որպեսզի բարուն ծառայեն և բարի կերպով ծառայեն, ինչը որ իսրդ է մաղթում և աղոթում ենք, որ մեր հայրենիքում վերջապես հաղթի բարին և իրենք էլ գլուխները կախ ստիգված չլինեն ծառայելու, այլ հպարտությամբ, սիրով, հոժարությամբ և հոգու հանգստությամբ։ Բարի ծառայություն բոլորին, ես գնում եմ ամենափրկիչ եկեղեցի շնորհակալություն, հաջողություն ձեզ։